Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ ուտեստ։ Սիրելի ժողովուրդ, ունեմ հավի կրծքամիս, ունեմ 4 հացու, ունեմ քիչ շամպինյոն, 1 հատ կարմիր պղպեղ, քաղցր, եւ ունեմ ոլոր, եւ ունեմ պանիր, 2 տեսակի։ Ունեմ մոցարելա եւ ունեմ էդամը։ Ձուն մի քիչ կահարենք, այսպես, սիրելի հետևորդներ, ավելացնում ենք մի քիչ աղ եւ սև պղպեղ աղացած։ Այսպես։ Հիմա սա դնում ենք մի կողմ եւ պատրաստում ենք միջուկը։ Կարող եմ հիմա էլ ցուցադրել, վերցնում ենք պանիրից մեր խառնուրդով պանիրը, լցնում ենք ձվի մեջ, 2 այսպես ձեռքով, սա վերջացրեցինք, հիմա պետք է տապակենք միջուկը, վերցնում ենք մի քիչ ձիթապտղի յուղ, շատ յուղ չենք անելու, հիմա կլցնենք պղպեղը, կլցնենք ոլորը, մի քիչ կտապակենք տապակի մեջ, հետո կլցնենք հավի կրծքամիսը, որտեղ պետք չի, որ շատ տապակվի հավի կրծքամիսը։ Քիչ հետո կլցնեմ սունկը եւ ամենավերջում հավի կրծքամիսը։ Մինչեւ մեր բանջարեղենը տապակվի, վերցնում եմ 1 հատ դդմիկ, կտրել եմ այսպիսի հաստությամբ, եւ դդմիկը հիմա պետք է վերջացնեմ, երբ որ ամեն ինչ պատրաստ լինի։ Հիմա դդմիկը կդնեմ ջեռուցի մեջ, տեսնում եմ սունկը, շամպինյոնը, այսպես, եւ նորից տապակում եմ։ Վերջում անելու եմ մի քիչ պղպեղ, սև պղպեղ եւ լցնելու եմ սերուցքային պանիր։ Այս չափի 2-3 ճաշի կտոր։ 600 գրամ հավի կրծքամիս։ Հիմա տապակվեց, ինչքան որ մեզ պետք է, հիմա գցում ենք աղ եւ սև պղպեղ։ Լցնում ենք մեր սերուցքային պանիրը, այսպես խառնում ենք, հիմա սիրելի հետևորդներ, մինչեւ մի քիչ պանիրը արդեն մեր միջուկի հետ մեկվի, հալվի։ Պատրաստած մեր պանիրը եւ հավկիթները լցնում ենք մեր դդմիկների վրա եւ դնում ենք ջեռուցի մեջ 200 աստիճան։ Այսպեսի տեսք ստացավ մեր միջուկը։ Հիմա երբ որ վերջացնենք, մեր դդմիկները արդեն ջեռուցի մեջ է, պատրաստվում է շատ շուտ, վերջացնեմ, հանելու եմ դուրս եւ փաթաթելու եմ։ Արդեն հանել եմ ջեռուցի միջից, պատրաստի վիճակում, այսպիսի տեսք ստացել։ Հիմա պետք է մի քիչ թողնեմ սառի, հանեմ միջից, որ լցնեմ միջուկը եւ փաթաթեմ։ Ժողովուրդ ջան, այսպիսի տեսք ունի հիմա։ Հիմա մնում է որ փաթաթեմ ու մեջտեղում լցնելու եմ նույնպես պանիր, 2 տեսակի ասել եմ էդամա եւ մոցարելա։ Հիմա վերևի մասը նորից նույնպես պանիր ենք լցնելու եւ դնում ենք ջեռուցի մեջ։ Այսպես սիրելիներս, այսպիսի տեսք ստացավ մեր ջեռեփուկը այսօր, վերջնական տեսքը, այսպես։ Հիմա փորձեմ եւ սրանով կավարտենք մեր հոլովակը։ Անմահական է, իսկապես անմահական։ Ուզում եմ, որ անպայման դուք էլ փորձեք, պատրաստեք, ձեր ընտանիքին ուրախացրեք, ձեր երեխաներին, մեծերին եւ փոքրերին։ Շատ համեղ է, անմահական։ Պատրաստեք եւ կասեք, որ Ռոզատատիկը ճիշտ էր ասում։ Սիրելիներս, մնացեք ինձ հետ։ Մեզ մնում է հետևել, հավանել եւ տարածել։ Սիրում եմ ձեզ։